Ես ավոյի զիվորն եմ։ Երբ առաջին անգամ տեսա ավո մարտի մեջ, իստում է թե այդ մարտը պատմության հայտնի բոլոր ճակատամարտների մասնակցել։ Մեր տանկերի բացարձակ մեծամասնությունը Թուրքիայից խլված տանկեր էին։ Ռազմական պարտություն չէր, սա քաղաքական պարտություն էր։ Ասում եմ, որ իտալացիները 5 օր դիմանային Պուտինը կասար ստոպ։ Բոլորը յաթաղային տակը պիտի անցնեին։ Տանում դիահերձը։ Բայց ես դեռ չեմ մահացել, բայց մենք դեռ տեղ չենք հասել։ Մենք արքայության մեջ փորձում ենք գտնել արքայություն։ Սերգեյ Եսայան, ես Մարտունու շրջանից, ես Մարտունի քաղաքից եմ, 71 տարեկան եմ, ես որից 4 տարեկանից ապրում եմ Մարտունի քաղաքում, մոտ 66 տարի ապրել եմ այդ քաղաքում։ Գործունեություն ստացել եմ Ստեփանակերտի բանկավարժական ինստիտուտում, մասնագիտությամբ պատմության ուսուցիչ եմ։ Ավարտելուց հետո աշխատել եմ հենց Մարտունի քաղաքի միջնակարգ դպրոցում։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից եմ, ապրիլյանին եւ Էսպերչի արհավիրքին վակա։ Ես ավոյի զիվորն եմ։ Մինչև ավոյի Մարտունու պաշտպանական շրջանը ժամանել որպես արմատար շատ էին եկել, իրենց ներկայացել, որ իրենք մինչև իրենց կյանքի վերջին օրը կմնան այստեղ, դա մարդ թերահավատ էին մարդիկ, բայց այդ մարդը ամիսին մտքեր արտահայտեց, որ հատկապես մեծահասակ մարդկանց մոտ մեծ հավատներ շնչեց։ Ասաց ես այստեղից չընդունեք, գնալ եմ ուրիշ շրջան, Աշկերանի շրջան, Մարտակերտի շրջան, բայց ինչ որ վերում է իմ կամքին, ես այստեղից իմ կամքով դուրս չեմ գալու, ինչ կարող եք հանեք։Աշնա այդպես էր եղավ։ Ավոյին Մարտունու շրջանից իրեն զոհվելուց հետո տարան։ Ավոյին ինձ համար որպես ազնվության, որպես անկեղծության, որպես հայրենասիրության ու հայրենապաշտության խորհրդանիշ։ Եվ Ղարաբաղցիք ասում են աշկը կոշտ մարդ, այդքան քիչ ծնող, քիչ պահանջող, անգամ երկրի վրա շատ զգուշ քայլող, մարդկանց հետ փոխհարաբերությունների ժամանակ զգուշ արտահայտող, անգամ ամենախիստ բարկության դեպքում մեզ հայտնի է մեր խորհրդանիշ բառներ ասում։ Էշ ուրիշն չափով հայհոյանք, վիրավորանք չկար այդ մարդու մոտ։ Փայլուն թերապևտում էր տեխնիկայի բոլոր տեսակներին։ Երբ առաջին անգամ տեսա ավո մարտի մեջ, իստում է թե այդ մարդը պատմության հայտնի բոլոր ճակատամարտների մասնակցել է։ Ասում եմ, մենք պիտի միջև Արաքս եւ Քուրը հասնենք։ Ասում եմ, այս մարդը շիզոֆրեն է, սա մեզ տանում է կործանում։ Բայց մենք խոսում ենք մեր փորկության մասին, դու ուզում ես հասնել միջև Քուրը Արաքս։ Իրականությունը ցույց տվեց, որ այդ մարդը հորոտես չէ, իդեալիստ չէ։ Մեզ բոլորից հայտնի ուժը եթե չկառնեցնեին, մեզ ովքեր կհասնեին միջև Քուրը։ Բայց հարամանը եղավ, որ այստեղ կառնել, այդտեղ կառնեցին։ Գնդապետ էր Հարոյանը, Մոշես Հակոբյանը եւ Մոնթե Մերկոնյանը։ Այդ երեք ազնվորությունը բավական է, որպեսզի կարողանանք մեր շրջանում պատերազմի ժամանակ բոլոր մարտերի ժամանակ ասենք, որ մեր բանակը, անընդհատ Մարտունու պաշտպանական շրջանի բանակը համալրված է սպայական կազմով, ներիվությամբ, անթերի։ Ադամի օպերացիայի նախօրյակին մեր տանկերի բացարձակ մեծամասնությունը Թուրքիայից խլված տանկեր էին։ Ես հիշում եմ միայն մի տանկ կար այստեղից բերած ենել կես ճանապարհին փչացավ, բերեցի որպես հարմար օգտագործեցի։ Այսինքն այդ մարդը կարողանում էր անգամ չեղած բանի ստեղծել։ Եթե մի ինչ որ մարդ գալիս է տեղեկացնում, որ ապա նոր զենք ենք բերել կամ զենք ենք խլել, չարժի երեխայի հետ այնպես էր ուրախանում, այնպես էր հրճում։ Մենք մեր հավատի մեծ մասը, մեր մեծ հավատը կապում ենք գերմանական ուժի հետ, որին ոչ մեկս չենք տեսել, բայց հավատում ենք։ Ինչ տեղի կունենա մարդկանց հավատի հետ, եթե այդ գերմանական ուժը լինի տեսանելի։ Այ այն ժամանակվա սերնդի համար տեսանելի կուրք էր, պաշտամունք հեղեկա էր, որտեղ ինքը իր անձնական օրինակով ցույց տվեց, որ հավատը մեծ ուժ է։ Այս մի պատերազմի ժամանակ այդ հավատը կաղում էր։ Մենակ անձամբ ես այդ անգամ այդ տարիքում զինվորագրվեի, ես
դժվար կգտնեի այն հրամանատարը, այն մարդը, այն կողակիցը, այն զինվորը, որին այդքան զինվորները կհավատային։ Մովսես Հակոբյանը մի հետաքրքիր բնորոշ մտվել, որ զինվորը կարող է հաղթել խրամատում։ Զինվորը եթե հիանալի տիրապետում է ամենից իր հանդերձակին խրամատում գտնող զենքի տեսակներին, եւ այդ խրամատը այդ գետը հագեցված է ժամանակակից տեխնիկայի բոլոր միջոցներով, եւ ինքը զինվորը համոզված է, որ իր թիկունքում գտնող քաղաքական ուժերը սատարեն այդ զինվորին։ Այդ դեպքում հնարավոր է, որ զինվորը հաղթի։ Երիքի բացակայության պարագայում անգամ ամենաանձնազոհ, ամենանվիրված զինվորը դատապարտված է պարտությամբ։ 44 պատերազմի ժամանակ ոչ մի պարագայում, ոչ մի զինվորի պարտությունից չեմ կարող վերագրել։ Սա քաղաքագետների բնորոշման ռազմական պարտություն չէ, սա քաղաքական պարտություն էր։ Ես անգամ ամաչում եմ, ասեմ, որ թուրքերը հաղթել են։ Պարզապես մենք ենք պարտվել, նրանք չեն հաղթել։ Հաճախ խոսում ենք մեր 3000-ամյա պատմության մասին, նրանք ունեն ընդամենը մի 300 տարվա պատմություն։ Որպես ժողովուրդ նրանք ազգային ընդհանրություն են, ոչ մենք ազգ ենք։ Բայց այդպես որ իրենց քաղաքականությունը հարցնան, որ իրենք ունեն մեր տարածքից յարապատիկ չափ տարածք, իրենց ճկուն դիվանագիտության արդյունքում։ Իսկ մեր դիվանագիտությունը ավելի ուղղամիտ է։ Տարբեր մենք հաճախ պատմություններ ենք կորում, մեր դիվանագիտությունը եւ ռազմի դաշտում եւ հատկապես խաղաբնակիչների շուրջը դժվար է լարախաղացում անում։ Տարբեր միշտ մենք ոչ միայն ճոճում, այլ նաեւ գլորվում ենք։ Պատմության մեջ մի հետաքրքիր միջադեպ կա, երբ մայրերը գալիս են բանակում իրենց զինվորներին, իրենց որդիներին մի պատգամ տալիս, դա իրատեսակ խորհրդանիշ էր, սկզբունքեր այդ բանակի համար։ Մարտից վերադարձեք կամ վահանով, կամ վահանի վրա։ Ինչ կարող եք ասել այն մարտի մասին, որ եղել է մեր վերջին մարտում։ Մեր հերոսները վերադարձան ոչ վահանով, ոչ վահանի վրա։ Զինվոր, որ րոպեներ հետո կյանքին հրաժեշտ կտա, նա ոչ թե հառաչում էր, այլ մեզ մարտի էր կոչում, մեզ պատգամ էր տալիս, ոսկե առաջի պատերազմի մասին է, մեզ ոգեշնչում է, իր վերջին շունչը տալիս էր մեզ որպես պատգամ, ոչ թե ափսոսանք, ոչ թե ինչ-որ հանձնարարություն կամ խնդրանք, բայց ես պատերազմի ժամանակ ես ավելի շատ լսում եմ ափսոսանք, ամոթություն է զինվորը հենց անիմաստ հենց այնպես կյանքը տա, չգիտես ինչի համար։ Սա հերոսություն չէ, սա սխրանք չէ, սա ազնազողություն է։ Եվ եթե այս ազնազողության հետևում կա լուրջ ազգային գաղափարախոսություն ու նվիրված իշխանություն, այս զինվորի ազնազողությունը վերածում սխրանքի հերոսության միանշանակ։ Երեխան դերսնվում էր, զինվորը, որ դիրքից գալիս է տուն, հանգիստը չէր վայելում այնպես ինչպես պետք էր, զինվորը իր բաժին հացից բաժին էր հանում, դա բերում իր ընտանիքին կերակրում, այդ չի դժվարություններ կային անկասկած։ Հերթերը, մթերքների պակասությունը, բայց մարդկանց մոտ երկու բան կար, որ մեզ միջև անգամ այդ բլոկադայի վերջին օրը պաշտպանում էր, մեր հեռատեսությունը, որ վատորվան կարժոտ է նաև լավ օր, եւ իրար սատար լինելը։ Այդ երկուսի արկայությունը նպաստեց, որ մեր ժողովուրդը այդքան չհուսահատվի։ Ժողովրդի մոտ այդ հուսահատությունը չկար։ Ես չեմ ասեմ ևս մի ամիս, ևս մի տարի, այնպես մենք գտնում ենք, որ աշխարհը այսպես լորտանել չի կարող։ Ուր որ է վաղը չէ, մյուս օրը կասեր կանգ առեք, վերջ, այս մարդկանց համբերությունը արդեն ստուգվեց։ Դա դժբախտաբար այդ կանգ առ հրամանը չեղավ, որին մենք այնքան հավատում էինք։ Իհարկե ոչ մեկ էս արարիքին չէ սպասում, որ մեր ճակատագրի այսպիսի վախճան կունենար։ Ասում եմ, որ իթարցիները 5 օր դիմանային, Պուտինը կասար ստոպ։ Ես մտածում ասում, ենթադրենք 5 օր դիմացան։ Պուտինը ես չեմ ասում այդ ստոպը, բա մեր ժողովրդի վիճակը ինչ կլիներ։ Բոլորը յաթաղային հետակո պիտի անցնեինք։ Դիմադրականությունը բարձր էր այն մարդկանց մոտ, ովքեր ազգային գաղափարախոսությունը ոչինչ հետ չեն փոխի։ Մենք բոլորս տարբեր ենք, տարբեր չափով ենք ժառանգել մի սկզբունք, մի տեսակետ,
մի գաղափարախոսություն, որը կոչվում է հայրենասիրություն։ Հայրենասիրությունը սկսում է մեզ բոլորիս ընտանիքից։ Ինչպեսի զգացմունք զավակները դասերում են իրենց ծնողների նկատմամբ, համոզված եմ հասունանալու դեպքում արդեն մեծահասակ տարիքում նրանք նույնպիսի վերաբերմունք ցուցաբերեն նաև իրենց հայրենիքի նկատմամբ։ Դժբախտաբար այսօր լսում ես, որ շատ հաճախ հայրենիքը համատում են հողատարածքի հետ։ Բառացիորեն համատում են հողատարածքի հետ, մեծ հողատարածք, փոքր հողատարածք։ Մոռանալով, որ մենք մեր հայրենիքը ձեռք ենք բերել բազմաթիվ ծանր զրկանքների, տառապանքների, պատերազմների միջոցով, որ մենք 600 տարի շարունակ եղել ենք որբ, բայց մեզ որբատում չեն տարել, մենք չենք ոչնչացել, չենք տրորվել, 600 տարի մենք պետականություն չունենալու, մենք հասել ենք պետականության, մենք չենք կորչել, բայց ինչի շնորհիվ, հավատ մեր սեփական ուժերի հանդեպ, ազգի ոգին վերակենդանացնող մեր այբուբենը ստեղծումը, հաստատ մեզ օրացան երկու հողետայինը եղել են միայն եկեղեցի։ Մերձ ասում է, որ աղոթիր Աստծուն հայրենիքի փրկության համար, բայց մի աղաչիր հայրենիքի փրկության գործը քո ձեռքում է։ Եվ մեր երագույնը, ինձ համար հայրենիքի ոչ միայն ամենամեծ խորհրդանիշը, այլ կյանքի ազգային գաղափարախոսության ամենամեծ խորհուրդը մեր երագույնն է։ Արյունից ծորած կարմիր մի բոսոր, երկնքից պոկված կապույտ մի երիզ, հասուն հասկերի շողք նարնջագույն եւ 6 դարերի խավարի միջից դրոշ երագույն։ Ինչպես մոռանալ այդ խորհուրդը։ Եվ ցանկացած բայի, ցանկացած առիթի եւ մենք մոռանում ենք մեր ազգաստեղծ, մեր պետականության հիմնադիրների այդ մեծ խորհուրդը, մենք հայտնում ենք ոչնչացման եզրին, ազգային մեր պետականության կորստի եզրին, ինչպես այսօր։ Շատերը ասում են ինչ է կատարել, ասում եք կորցնում ենք, ես ենք կոնեք, ոչ այ, երկիրը ոչ չի կորցանել։ Ես հաճախ մարդկանց որպեսզի ավելի հեշտ հաղորդակցնեմ, դիմում եմ հումորին։ Վիրահատարանից հիվանդին դուրս են անում, քույրը սայլակով հիվանդին տեղափոխելու ժամանակ, այս հիվանդը ուշք է գալիս, հարցում է մշկույրը, քույր ինձ ուր եք տանում։ Ասում է տանում են դիահերձարան։ Ասում բայց ես դեռ չեմ մահացել, ասում բայց մենք դեռ տեղ չենք հասել։ Ցերեկը ես լինում եմ քաղաքում, ամբողջ գիշեր իմ հարազատ օջախ։ Տարբեր պատկերներ եւ ավելի հաճախ այն ինչ ես անգամ այնտեղ լինելով չեմ կարող տեսնել։ Դա մեր նախնիների գերեզմաներն են, որ մարդուն տագնու վրա է անում։ Այն երևի ամենածանրը դա է, անձամբ ինձ համար ամենադժվարը դա է ընտանում։ Եվ այն բազմահազար գերեզմաները, որտեղ ամփոփված են մեր լավագույն տաղաները, մեր ազգի լավագույն տաղաները, մեր սրբած թրերը։ Ինձ ավելի հաճախ մտածում եմ, թե ինչու եմ ես գնում։ Ինձ հաճախ ամբողջ ճանապարհին հարցում եմ, ինչու սա տեղի ունեցավ։ Ինչու ենք այս ճանապարհին։ Ինչու այսքան բազմականակ մարդիկ։ Եթե ես եմ սխալվել, դուք եք սխալվել մյուսը, բայց ինչու ամբողջ ազգը, հանդիպես հայ ժողովրդի այս արցախյան հատվածը օրը ցերեկով ամբողջ աշխարհի աչքի առաջ թողնում ենք մեր պապական հազարամյակների ընթացքում կերտված այս շքեղ թակավորություն եւ մեկնում դեպի անհայտություն։ Մենք արքայության մեջ փորձում ենք գտնել արքայություն։ Այլ մենք հիմա ենք իմանում ինչ է կորցրել, ինչ շքեղ երկրում ենք ապրում։ Քանի որ մարդուն երկու անգամ վերապրելու հնարավորություն չեն տալիս, դա պիտի հաճախ որ աշակերտները ինձ հարցում են ինչ է պետք պատմությունը։ Դա բնական գիտություն չէ, ֆիզիկա չի, քիմիա չի, կենսաբանություն չի։ Ասում պատմությունը ունի միայն մի դաս։ Ձեզ հնարավորություն է տալիս այսօր եւ վաղը չկրկնեք այն սխալները, ինչ մենք թույլ ենք տվել անցյալում։ Այ եթե մեզ վերապրելու հնարավորություն տա, մենք իհարկե միանշանակ կընտրենք այդ երկիրը եւ ոչ այն ֆորմատով, ինչ ֆորմատով մենք փորձում ենք պաշտպանել այդ երկիրը։ Այստեղ հաճախ ավելի շատ հարցնում են հարմարվել եք։ Այո կամ ոչ չես կարող բավարարվել։ Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Գենադի Խազանովը
հանրաճանաչ Ղազարը մի անգամ հարցրել են ինչ տարբերություն կա հումորի եւ սատիրայի միջեւ ասում юмор это когда страшно смеяться хочется сатира это смеяться хочется но страшно հիմա մատ որպեսզի դիմացինին ինքը վշտի մեջ ներով հանդես չվշտացնի ավայլորդ իրեն փորձում են ներկայանալ որ ամեն ինչ չէ կորցված քանած հրաբոխը միշտ վտանգ իրես ներկայացնում որ ցանկացած բանի կարող արթնանա այդ հրաբոխը բոլորիս մեջ կա հույս կա այս հույսի մեծ թվականակը ես կապում եմ գիտեք մարդկանց հոգեբանության հետ սա այս հույսը մի տեսակ միախառնված է ցանկության հետ եթե քո հնարավորությունները քիչ են բայց քո ցանկությունները մեծ են միջանկյալ պարագայում ձևավորում է մի կատեգորիա մի չափանիշ մի տեսակ որ մենք կոչում ենք հույս այս սա է մեզ պահում գործանումից եւ խրախճանքից ելում դերևս ուսանող էվոլյուցիա էջ Ղարաբաղցիք երկար տասնամյակներ մտածում էի ես ինչու մեզ այդքան հնարավոր չէ Ղարաբաղցիք այդքան էջ չեն այսքան նշանավոր գիտնականներ եք տվալ ես մի ժանկ թվարկալում ուսանողտայիններից որ Երևանի պետական համալսարանում այն ժամանակ 70-ական թվականներին Ղարաբաղից 27 դասախոս կա ոչ 13-ը պրոֆեսոր ինչքան զորավարներ ունենք այսքան հայտնի մարդիկ տող մարդկանց ոնց ես ասում էջ Ղարաբաղցի ու կամաց մտածում եմ այդ ինչ հատկանիշներ ունի էշը որ մենք ունենք կամ հակառակը հանդեպս էշի կորու հատկանիշներից մենք ոչինչ չունենք ոչ էշի նման ենք ոչ էշի վարքագիծ ունենք ոչ էշի քայլվածք ունենք ոչ էշի արտաքին ունենք գաղտնիքը հետևյալի մեջ է մարդկանց կողմից ընտելացված կենթանական աշխարհի բոլոր ներկայությունների մեջ չեմ ասում ամենահավատարիմ ամենատակիր կենթանին էշն է բոլոր ձեզ հայտնի բոլոր ընտելացված կենթանիներից մենակ էշն է որ զատնի չունի հետ չի գնում կարող է նա փետս բարձր կամ ճուր կարող 1-2 քայլ հետ գնա բայց ընթացք չունի հետ ընթացք չունի հետո ի տարբերություն մյուս կենթանիների ձագերի մենակ էշին քորակն է էշի ռչինակ ունի էշի կամական չի ունի միայն մոտ կհետևի շանթոլան կատվենցեքը հավենջոտը լոխ որ վտանք ունի էշին քորակը որ ռչինակ ունի եւ որ մարդիկ էշին այդքան ախանապետություն ունեն դա ծմակում էր էշին պերման դե մենակ անսորից մարդը կարի պերատ էշին յանստե գինի էշը պիցաթոմի կոնարկնում Էշը յուրան տիրոջ ճանապարհով չկրում, կցանով չկրում։ Էշը յուրան քթեն թուշին, յուրան կողքահատության շնորհիվ, ընտրում է յուրան հատե ամենահարմար ճանապարհը՝ պիտի շենի, պիտի տոնը։ Եվ վերջում բաժնում որ ամենակարճ ճանապարհն ավելի կարճ կամ յուրան տերի քեցալա։ Ասում այս 3 հատկանիշների շնորհիվ որ մս ասում են էջ Ղարաբաղ, այսինքն սա բարեխոսություն է մեզ վիրավորը։